Սեպտեմբեր, նոր սկիզբ, նոր ուսումնական տարի, ոմանց համար նաև նոր ծրագրեր, ինչ որ մեկը որոշել է նորից մարզվել, մեկ ուրիշը վերջապես սկսել այն գործը, որը ամիսներով հետաձգել է, ու մեզանից շատերի ներսում այս միտքն է, լավ, հիմա ամեն ինչ ուրիշ կերպ է լինելու, բայց մի ցավոտ հարց տամ, քանի անգամ ես արդեն ասել նման բան, կսկսեմ երկուշաբթիից, նոր տարուց սկսած, ծննդյանս օրվանից հետո, նոր աշխատանքից հետո, նոր հարաբերությունից հետո, ամեն արտահայտության հետ մի նոր հույս ես կապել, կամ գուցե նոր քաղաք տեղափոխվելուց հետո այս բանը կանեմ կամ այն բանը, ու մի քանի ամիս անց հասկացել ես մի շատ տարօրինակ բան, դու նույն տեղում ես մնացել, նույն հին մարդն ես, պարզապես հասցետ ես փոխել, բայց նույն ձևով ես վիրավորվում, նույն ձևով ես արձագանքում, նույն կերպ ես աշխատում, նույն կերպ ես պարվում, փոխել ես հարաբերությունը, բայց նորից նույն վախերն են քեզ հետապնդում, նույն լարվածությունն է, նույն անվստահությունը, նույն մտքերը, որ մարդիկ ինչ կմտածեն իմ մասին, փոխվել է տարին, բայց շատ բան քո ներսում չի փոխվել, գուցե փոխվել է տարիքդ, բայց էությունդ է նույնը մնացել, մենք ուզում ենք նոր կյանք, բայց հին եսին էլ մեզ հետ վերցնում ենք, և այսօր ուզում եմ հասկանանք միասին, թե ինչու է այդպես, ինչու ենք նոր սկզբից այդքան ոգևորվում և ինչու է մի քանի շաբաթ հետո այդ ոգևորվածությունը անհետանում, և իրականում հնարավոր է փոխվել, ոչ թե մի քանի օրով, այլ այնպես, որ փոխվի ոչ միայն քո կյանքը, այլ նաև այն մարդը, որն ապրում է այդ կյանքը, պատկերացրու մի մարդու, անունը կարևոր չէ, ասենք Արամ, վերջին տարիները հեշտ չեն եղել Արամի համար, աշխատանքի մեջ խնդիրներ, տանը լարվածություն, ֆինանսների մեջ խնդիրներ, հիասթափություններ, ու մի օր Արամը ասում է, բավական է, պետք է կյանքս փոխեմ, տեղափոխվում է ուրիշ քաղաք, նոր աշխատանք, նոր տուն, նոր միջավայր, նոր մարդիկ, առաջին շաբաթները ամեն ինչ շատ սահուն էր ընթանում, շատ հաճելի, ավելի շուտ էր արթնանում, սկսում էր ավելի երկար քայլել, ծրագրում էր իր կյանքը, իր օրը, և իրեն խոստումներ է տալիս, այստեղ նույն սխալները այլևս չեմ անելու, բայց անցնում է մի քանի ամիս, ու նոր աշխատանքի մեջ սկսվում է ճիշտ նույն կոնֆլիկտը, ինչ նախկինում, նոր հարաբերության մեջ սկսվում է նույն լարվածությունը, վիրավորվելիս նույն արձագանքն է ցուցաբերում, երբ որ դժվարության մեջ է, նույն խնդիրների մեջ է հայտնվում, նույն հետաձգումները, նույն վախերը, կեսգիշերային սկրոլինգները հեռախոսի ու նույն մտքերը, մարդիկ ինձ չեն գնահատում, ինձ հետ միշտ այդպես է պատահում, ոչ մեկի չպետք է վստահել, ու մի օր Արամը հասկանում է, ես դուրս եկա հին կյանքից, բայց հին կյանքս ինձ հետ ներս եկավ, նոր միջավայր, որովհետև խնդիրը միայն քաղաքի մեջ չէր, խնդիրը հասցեն փոխելու մեջ չի, խնդիրը մեր ներսում է, և գուցե դու երբեք քաղաք չես փոխել, բայց այս պատմությունը ծանոթ է քեզ, նոր հարաբերություն, հին խնդիրներ, նոր աշխատանք, հին սպառվածություն, նոր նպատակ, հին կիսատ, անավարտ սովորություններ, և այստեղ է մեր առաջին խնդիրը, հինը ցավոտ է, բայց ծանոթ է, մենք հաճախ մտածում ենք, եթե մարդը հասկանում է, որ ինչ-որ բան իրեն վնասում է, ուրեմն բնականաբար չի անի դա, բայց մարդու ուղեղը այդպես չի աշխատում, դու կարող ես հասկանալ, որ այդ հարաբերությունը քեզ վնասում է, բայց վերադառնալ այդ հարաբերությանը, կարող ես հասկանալ, որ գիշերվա 2-ն է և պետք է քնես, բայց նորից հեռախոսի մեջ ես, հասկանում ես, որ բոլորին չես կարող գոհացնել, դա քեզ սպառում է, բայց հաջորդ օրը չես կարողանում մարդկանց ասել ոչ, ինչու է այդպես, որովհետև հասկանալը դեռ չի նշանակում
փոխվել։ Քո գիտակցությունը կարող է ասել, ախր այն ինչ ես անում եմ, դա ինձ վնասում է, բայց քո ուղեղը վերադառնում է այն սովորությանը, որին վարժվել է ինքը տարիներ շարունակ։ Ինչու է այդպես։ Մեր ուղեղը ապահով է զգում այն միջավայրում, ինչին ինքը սովոր է տարիներ շարունակ։ Այդ սովորությունը կարող է վնասակալ լինել, ցավեցնող լինել, բայց ծանոթ լինել։ Հետևաբար ուղեղը ոչ թե կրկնում է այն, ինչ օգտակար է, այլ այն, ինչին սովորել է, ինչը կրկնել է տարիներ շարունակ, ինչը իրեն ծանոթ է։ Ընդհանրապես, ցանկացած նոր բան մեր ուղեղի համար անծանոթ է եւ սթրես է։ Հետևաբար, եթե մի բանը սթրես է, նա լարվում է եւ սկսում է ահռելի էներգիա ծախսել։ Դա է պատճառը, երբ որ մենք նոր բան ենք սովորում, նոր ճանապարհ ենք գնում, նոր միջավայրում ենք հայտնվում, մենք լարվում ենք, մենք շատ շուտ հոգնում ենք եւ կարող ենք կոտրվել։ Ուզում եմ իմ կյանքից մի օրինակ բերել։ Երբ ժամանակավորապես տեղափոխվել էինք Լոս Անջելես, իմ ուղեղի համար դա մեծ սթրես էր։ Փոքրիկ Աբովյան քաղաքից կամ Երևան քաղաքից հայտնվել 14, 15 կամ 16 միլիոնանոց Լոս Անջելեսում հեշտ բան չէր։ Հեռվից ամեն բան հեշտ էր թվում, բայց ուղեղդ հիմա հայտնվել է նոր միջավայրում, նոր ճանապարհներ են, նոր մարդիկ են, նոր սովորություն է եւ այդ ժամանակ ուղեղդ ահռելի մեծ քանակությամբ էներգիա է սպառում, որովհետեւ ամեն բան նոր է նրա համար։ Ես հիշում եմ, երբ որ սկսեցի մեքենա վարել Լոս Անջելեսում, որքան էի լարվում, թեպետ ես փորձառու վարորդ եմ։ Եվ այդ առումով Երևանում, Աբովյանում, Հայաստանի ցանկացած քաղաքում խնդիր չեմ ունեցել։ Բայց երբ որ նստեցի մեքենայի ղեկին նոր քաղաքում, իմ ուղեղը միանգամից սկսեց լարվել։ Եվ երբ որ տեղ էի հասնում, ես ինձ արդեն սպառված էի զգում, որովհետև ուղեղս աներևակայելի մեծ քանակությամբ էներգիա էր սպառում լարվածության պատճառով։ Եվ երբ որ ես որդուս պետք է առավոտյան տանեի դպրոց, մեր տնից մինչև դպրոց գնալը մոտավորապես 10 րոպե է։ Եվ ես օգտվում էի նավիգացիայից եւ անընդհատ աչքս մեքենայի էկրանի վրա էր, որպեսզի ճանապարհից հանկարծ չշեղվեմ։ Այդպես շարունակվեց շաբաթներ։ Ամեն առավոտ արթնանում էի, հասցեն տեղադրում էի, աչքս նավիգացիայի վրա էր, լարվում էի, մինչև տեղ էի հասնում։ Որոշ ժամանակ անց ես զգացի, որ այլևս նավիգացիայի կարիք չունեմ, որովհետև իմ ուղեղը սովորել է այդ ճանապարհին։ Նեյրոնային ճանապարհներ են առաջացել իմ ուղեղի մեջ։ Կրկնելու արդյունքում իմ ուղեղը սկսել է սովորել այդ ճանապարհը, հիշել այդ ճանապարհը եւ անել բաներ, որոնք արդեն ռեֆլեքսի ուժով են։ Հետևաբար, այն այլևս կարիք չունի ահռելի քանակությամբ էներգիա ծախսելու եւ լարվելու։ Դա դառնում է սովորական մի հատ ճանապարհ։ Նույնն էլ սովորությունների պարագայում է։ Երբ որ դու որոշում ես փոխել քո կյանքը եւ վաղվանից նոր կյանք սկսել, դա հեշտ բան չի։ Ուղեղդ սկսում է լարվել։ Ինչու՞։ Որովհետև ուղեղը տարիներ շարունակ սովորել է հնին, թեկուզ վատ սովորություններ, բայց հին եւ ծանոթ սովորություններ։ Եվ իսկ հինը կրկնելը հեշտ է։ Հիմա դու առավոտյան արթնանում ես եւ որոշում ես, որ պետք է դուրս գաս զբոսանքի, պետք է վազես, պետք է 5000 քայլ անես։ Ուղեղիդ համար դա շոկ է։ Եվ երբ որ ես օրինակ որոշեցի, որ պետք է զբաղվեմ քայլքով, ամեն առավոտյան պետք է արթնանամ եւ քայլեմ, նոր սովորություն ձեռք բերեմ, ամենևին հեշտ բան չէր։ Իհարկե մոտիվացիան քեզ ասում է, որ քո մոտ կստացվի, դոֆամին է արտադրվում քո ներսում, դու դուրս ես գալիս, պատրաստվում ես, բայց երբ որ առաջին քայլերն ես անում, հանկարծ ուղեղդ սկսում է ըմբոստանալ, մարմինդ սկսում է հակառակվել, ինձ վերադարձրու տուն, ես չեմ ուզում այս ճանապարհով ընթանալ։ Եվ այդպես եղավ ինձ հետ, երբ որ որոշեցի ամեն օր 2000 քայլ կատարել։ Դա ինձ համար երկար ճանապարհ էր թվում։ Անցան շաբաթներ եւ 2000 քայլը ինձ համար դարձավ սովորական մի բան։ Հետո 5000 քայլ,
Հետո 10,000 քայլ եւ ամեն ավելացման հետ մեկտեղ իմ ուղեղը ըմբոստանում էր։ Իմ մկանները լարվում էին, բայց ամեն հաղթանակից հետո, կրկնողական գործողությունից հետո իմ ուղեղը հանդարտվում էր։ Հիմա ինձ համար սովորական բան է կատարել 20,000 քայլ։ Իհարկե, եթե գտնում եմ այդ ժամանակը, բայց գոնե 10,000-ից մինչև 15,000 քայլը դարձել է ոչ թե պարտադրանքի ուժ, դարձել է ոչ թե ինչ-որ մի տհաճ գործողություն, այլ հաճելի մի սովորություն։ Եթե առաջ ես պետք է ինձ ստիպեի առավոտյան շուտ արթնանալ, 6-ից արթնանալ, պատրաստվել եւ դա ահավոր տանջանք էր ինձ համար եւ իմ ուղեղն ուզում էր քնել, հիմա արդեն իմ ուղեղն ինքն է ինձ արթնացնում եւ ասում է վեր կաց, ժամանակն է քայլ անելու, դուրս գալու, դա ինձ հաճելի է։ Նոր կյանքը ինչ որ ակնթարթային գործողության արդյունք չի, որ միշտ կարող է լինել։ Մենք սիրում ենք ճեղքումներ, մենք սիրում ենք հրաշքներ, որ ինչ որ մի հրաշքով, ինչ որ մի պատահարով ես առավոտյան արթնանամ եւ իմ կյանքը նորը լինի։ Միշտ չի որ այդպես կլինի։ Պարտադիր չի որ մեր կյանքը փոխվի ինչ որ մեծ իրադարձություններից հետո։ Մեր կյանքը կարող է փոխվել նաեւ փոքր սովորությունների արդյունքում, որոնք շարունակաբար կրկնվում են։ Հիմա խոսենք այն մասին, թե ինչու է մեր ուղեղը սիրում նոր սկիզբը։ Հոգեբանության մեջ կա մի երևույթ, որը կոչվում է fresh start effect, այսինքն նոր սկզբի ազդեցություն։ Հետազոտողները նկատել են, որ մարդիկ ավելի հեշտ են նոր նպատակ սկսում որոշակի սահմանագծերից հետո։ Նոր շաբաթ, նոր ամիս, նոր տարի, ծննդյան օր, նոր ուսումնական շրջան, դա մարդուն որոշակի մոտիվացիա է տալիս, որովհետև մեր ուղեղը սիրում է կյանքը բաժանել գլուխների։ Մինչև այս պահը եւ սրանից հետո, մինչև տեղափոխվելս, ամուսնությունից առաջ, հիվանդությունից հետո կամ աշխատանքից դուրս գալուց հետո, ու երբ նոր գլուխ է սկսվում, մենք կարծես մի փոքր հեռանում ենք մեր հին տարբերակից։ Մենք ինքներս մեզ ասում ենք, այո, անցած տարի չստացվեց, բայց հիմա նոր տարի է։ Անցած ամիս ձախողեցի, բայց հիմա նոր ամիս է։ Ու դա իսկապես կարող է մեզ մոտիվացիա տալ։ Դրա համար էլ սեպտեմբերը շատերի համար պարզապես ամիս չէ։ Այն զգացվում է որպես նոր փուլ, նոր ժամանակաշրջան, ու դա վատ բան չէ։ Նոր սկիզբը կարող է շատ լավ հնարավորություն լինել։ Բայց այստեղ մի խնդիր կա։ Նոր սկզբի զգացողությունը դեռ նոր սովորություն չէ։ Սեպտեմբերի 1-ը կամ հունվարի 1-ը կարող է քեզ մոտիվացնել, բայց սեպտեմբերի 1-ը չի փոխի քո վարքը, քո փոխարեն։ Ինչու են սովորությունները այդքան ուժեղ։ Ուղեղը սիրում է ավտոմատացնել այն, ինչ հաճախ են կրկնում։ Եվ դա վատ բան չէ։ Հիմա մի լավ նորություն ասեմ քեզ։ Մարդու ուղեղը քարից չէ, այն ենթակա է փոփոխման։ Մեծահասակի ուղեղը պատրաստի ու վերջնական մի կառույց չէ։ Այն շարունակում է սովորել, աճել։ Սա կոչվում է նեյրոպլաստիկություն։ Պարզ ասած, քո փորձը, սովորելը եւ կրկնվող վարքը կարող են աստիճանաբար փոխել այն, թե ինչպես է քո նյարդային համակարգը աշխատում։ Հետևաբար, նեյրոպլաստիկությունը հնարավորություն է, որպեսզի մեր ուղեղը ենթարկվի փոփոխության լավ առումով։ Դա նաև վատ նորություն է, որովհետև անդադար կրկնվող վատը կարող է դառնալ սովորություն մեզ համար, որովհետև այն, ինչ հաճախ կրկնում ես, ուղեղդ սովորում է։ Իսկ եթե ուղեղդ սովորում է, դա դառնում է սովորություն։ Իսկ այդ սովորությունը փոխելու համար պետք է նոր կրկնություն, նոր բանի կրկնություն։ Ես կարող եմ մի օրինակ բերել իմ ծանոթից, որը պայքարում էր ծխելու դեմ։ Ես իրեն փորձում էի օգնել, մոտիվացնել, աղոթում էի նրա համար, բայց ոչինչ չէր օգնում։ Մինչև մի օր նա հայտնաբերեց, որ ծխելու սովորությունը կապված էր մեկ այլ սովորության հետ, եւ քանի որ ինքը անընդհատ կրկնում էր այն սովորությունը, դա իր հերթին ուժեղացնում էր ծխելու ցանկությունը։ Իսկ ո՞րն էր այդ սովորությունը։ Սուրճ խմելու սովորությունը։ Նա հայտնաբերեց, որ իր ուղեղը սովորել էր հետևյալ շղթային. ամեն առավոտ արթնանալիս
Մի ձեռքում պետք է սուրճի գավաթը բռներ, իսկ մյուս ձեռքով պետք է ծխախոտը բռներ։ Նա գտավ կապը սուրճի եւ ծխախոտի միջև։ Նա հասկացավ, որ ծխում էր այն ժամանակ, երբ որ սուրճ էր խմում։ Եվ երբ որ նա դադարեց սուրճ խմելուց, դադարեց նաև ծխելուց։ Հասկանում եք, մեր ուղեղը սովորությունների մի համակարգ է նաև, նեյրոնների կապ է։ Եվ երբ որ այդ շղթան կտրվում է, կարևոր է, որ առաջանա մեկ այլ շղթա, կարևոր է, որ մի սովորությունը փոխարինվի մեկ այլ սովորությունով, վնասակար սովորությունը փոխարինվի օգտակար սովորությունով, եւ որքան մեր ուղեղը դա կրկնի, դա կդառնա մեզ համար սովորություն։ Իսկ սովորությունը կարող է դառնալ նաև ինքնություն։ Եվ հիմնական սկզբունքը սա է այստեղ։ Այնինչ հաճախ ես կրկնում, ուղեղդ սովորում է։ Մի գեղեցիկ միտքը դեռ նոր մտածելակերպ չէ։ Մի որոշումը դեռ նոր սովորություն չէ։ Մեկ լավ օրն էլ դեռ նոր կյանք չէ։ Նորը պետք է կրկնվի ու կրկնվի ու նորից կրկնվի։ Դրա համար նեյրոպլաստիկությունը միայն լավ նորություն չէ, այն նաև պատասխանատվություն է, որովհետև հարցը միայն սա չէ, ինչ եմ ուզում, ավելի կարևոր հարց կա։ Ինչ եմ ամեն օր սովորեցնում, վարժեցնում իմ ուղեղին։ Դու ասում ես, ուզում եմ խաղաղ մարդ լինել, բայց օրը 10 անգամ մտքիդ մեջ վիճում ես ինչ-որ մեկի հետ։ Դու ասում ես, ուզում եմ ավելի շնորհակալ լինել, բայց անդադար ման ես գալիս առիթներ, որ քննադատես կամ վատաբանես։ Դու ասում ես, ուզում եմ կենտրոնացած լինել, բայց ձեռքդ անընդհատ պարզվում է դեպի քո հեռախոսը։ Ուղեղը միայն չի լսում այն, ինչ դու ասում ես, որ ուզում ես անել։ Ցանկությունը բավարար չէ։ Ուղեղը շատ լավ սովորում է այն, ինչ դու անում ես նորից ու նորից։ Նոր սկիզբը այստեղ նաև մի կարևոր բան է պահանջում։ Նորը սկսելու համար հաճախ պետք է հնին հրաժեշտ տալ։ Հին պատկերացում, հին սովորություն, հին դեր, հին վախ, երբեմն նույնիսկ հին երազանք։ Դու չես կարող շարունակել ապրել բոլորին հաճեցնելով նախկինի նման եւ միաժամանակ նոր սահմաններ դնելով։ Չես կարող ասել, որ ես այդ վիրավորանքը թողել եմ, բայց ամեն գիշեր մտքումդ նորից դատում ես այդ մարդուն։ Չես կարող նոր մարդ դառնալ, եթե ամեն դժվար պահին անմիջապես վերադառնում ես քո հին տարբերակին։ Ու այստեղ մի հետաքրքիր տարբերություն կա։ Մոտիվացիոն մշակույթը հաճախ ասում է դարձիր նոր մարդ, դարձիր նոր դու, բայց աստվածաշնչյան մտածողությունը նաև հարցնում է. իսկ ինչ հին բան կա քո կյանքում, որ պետք է թողնես։ Սառաքյալն էլ խոսելով այդ մասին ասում է. հները թողնում եմ իմ հետևում եւ գնում եմ դեպի նպատակը։ Այստեղ էլ աստվածաշունչն ու վարքային գիտությունը շատ հետաքրքիր ձևով հանդիպում են։ Մեկը խոսում է ինքնության ու կյանքի իմաստի մասին, մյուսը այն մեխանիզմների, որոնցով վարքը աստիճանաբար փոխվում է։ Հետևաբար իմ խորհուրդն է քեզ. մի փորձիր միանգամից փոխել ամբողջ կյանքդ։ Իհարկե, Աստված կարող է փոխել միանգամից ամբողջ կյանքը, բայց շատ անգամ մենք կոտրվում ենք, որովհետև մեր առջև 10 նպատակ ենք դնում, որ վաղվանից այս չեմ անի, այն չեմ անի, այն չեմ անի, սա կանեմ, նա կանեմ, նա կանեմ։ Եվ հետո, երբ որ ձախողում ենք, հիասթափվում ենք։ Հետևաբար, սկսիր ոչ թե 10 կետանոց ցուցակից, այլ սկսիր 1 գործողությունից։ 1 կարևոր որոշում։ Մի կարևոր փոփոխություն։ Եվ հետո կտեսնես, որ այդ փոփոխությունը, այդ փոքրիկ փոփոխությունը մեծ արդյունք է տալու քո կյանքի մեջ։ Որովհետև երբ որ դու 10 կետանոց պարտավորություն ես վերցնում, դու կկոտրվես դրա տակ։ Երբ որ դու կանցնես ճնշումների միջով, վերջում կլսես, որ քո հին սովորությունը կասի բարև, ես վերադարձա։ Դրա համար ես քեզ առաջարկում եմ ընտրել մեկը, մեկ իրական բան։ Հետամուտ եղիր դեպի այդ փոփոխությունը եւ ավելացրու։ Երբ որ մեկի մեջ դու հաջողվում ես, գնա դեպի երկրորդը, հետո դեպի երրորդը, հետո երբ որ հետ նայես 1 տարվա կտրվածքով, կտեսնես արմատական փոփոխություն քո սովորությունների մեջ։ Եվ կրկնիր մինչև նորը դադարի նոր լինել։ Սա
դժվար բանն է, կրկնություն, նորից, նորից ու նորից։ Մարդիկ սիրում են մեծ ճեղքումներ, breakthrough էֆեկտներ, բայց շատ փոփոխություններ իրականում տեղի են ունենում շատ սովորական օրերին։ Դու այսօր ընտրում ես, վաղը նորից, հաջորդ օրը վերադառնում ես նորից այդ ընտրությանը, երբեմն դա լավ է ստացվում քո մոտ, երբեմն վատ է ստացվում, երբեմն էլ սայթաքում ես։ Ու այստեղ մի մեծ սխալ կա, որ մարդիկ անում են։ Եթե հին սովորությունը մի անգամ վերադարձավ, մի ասա, տեսար, ես չեմ փոխվում, ես չեմ կարող փոխվել, ես ձախողվեցի, ես տապալվեցի։ Դա կարող է պարզապես նշանակել, որ հին սովորությունը շատ ավելի երկար պատմություն ունի, քան նորը։ Ուղեղդ հինը 1000 անգամ ավելի ուժեղ է հիշում, քան նորը։ Նորը պետք է դեռ նոր ձևավորվի քո մեջ։ Ուրեմն մի դրամատիզացրու մեկ սխալը։ Պարզապես վերադարձիր եւ ասա. այո, այսօր ես հինը կրկնեցի, բայց դա չի նշանակում, որ պիտի այդտեղ մնամ։ Մեծ տարբերություն կա այս մտածելակերպի եւ ձախողակ մտածելակերպի միջև։ Գուցե քո ամենամեծ խոչընդոտը քո սովորությունն էլ չի։ Գուցե քո մոտեցումն է այդ սովորություններին։ Երբ որ դու ասում ես, ես միշտ այդպես եմ եղել, մեր ընտանիքում բոլորն այդպիսին են, իմ տարիքում մարդը չի փոխվի, ես կարգապահ մարդ չեմ, ես պարտաճանաչ չեմ, ես միշտ սխալ ընտրություններ եմ անում, ես սկսում եմ, հետո կիսատ եմ թողնում։ Զգուշ եղիր։ Սխալվելը մի բան է, բայց սեփական սխալը ինքնություն դարձնելը լրիվ ուրիշ բան։ Դու կարող ես ասել. ես այսօր վատ ընտրություն արեցի, կամ էլ կարող ես ասել. ես վատ մարդ եմ։ Առաջինը վարքի մասին է, երկրորդը քո ամբողջ ինքնության։ Ու այստեղ ինձ համար գալիս է նաև հավատքի հարցը։ Քրիստոնեական փոփոխությունը պարզապես լավ սովորություններ հավաքելը չէ։ Այն սկսվում է ավելի խորը համոզմունքից։ Այն սկսվում է նոր ինքնությունից։ Այս առումով Պողոս առաքյալը մի գեղեցիկ խոսք ունի։ Կորինթացիների ուղերձում նա գրեց, որ եթե մեկը Քրիստոսի մեջ է, հները անցան, ամեն բան նոր եղավ։ Հետևաբար մեր ինքնությունը զուտ մեր սովորությունների շղթան չէ։ Մեր ինքնությունը Քրիստոսի մեջ է, երբ որ դու քեզ գտնում ես նորովի, որպես նոր ստեղծագործություն։ Քրիստոնյա դարձար, բայց սա չի նշանակում, որ հաջորդ օրը քո վատ սովորությունները բոլորը պիտի վերանան։ Երբեմն որոշ բաներ անհետանում են ժամանակի ընթացքում։ Ու հետո սկսվում է ամբողջ կյանքի ընթացքը, երբ քո մտածողությունը, ընտրություններն ու վարքը քիչ-քիչ սկսում են համապատասխանել այն մարդուն, որի ինքնությունը տրված է Աստծուց։ Հետևաբար, երբ որ մի բան քո մոտ չի ստացվում, չպետք է հուսահատվել եւ կասկածի տակ դնել այդ նոր ինքնությունը, որ դու Քրիստոսով ունես։ Աստվածաշունչն ասում է քո սխալները, քո անցյալը չպետք է որոշի քո ներկան ու քո ապագան։ Աստված քեզ այսօր նոր հնարավորություն է տալիս։ Ամեն օր մի նոր հնարավորություն է։ Բայց այդ նոր հնարավորությունը չպետք է փչացնել հին սովորություններով։ Փորձիր քայլ անել։ Մի բան փոխելով, մտածելակերպդ փոխելով, հայացքդ փոխելով, եւ մեկ փոփոխությամբ չի գալու մեծ փոփոխություն։ Կրկնիր այդ փոփոխությունները։ Ինքդ քեզ հիշեցրու, որ այն ինչ որ երեք արեցիր, այն լավը որ արեցիր, այսօր դու պետք է կրկնես։ Եվ երբ որ դու կրկնում ես, ուղեղիդ մեջ նոր նեյրոնային կապեր են առաջանում, ինչն էլ հետագայում հեշտացնում է այդ լավ սովորությունը եւ այն դարձնում է քո ինքնության կարևոր մասը։ Հետևաբար պարտադիր չէ, որ երկուշաբթի սկսվի ու դու մի բան փոխես քո կյանքի մեջ կամ սպասես նոր տարվան, կամ էլ սեպտեմբերի սկզբին։ Երբեմն ամենակարևոր սահմանագիծ օրացույցում չէ, այն քո որոշման մեջ է։ Մի փոքր ընտրություն եւ մի մեծ արդյունք։ Գուցե ոչ ոք չնկատի այդ փոփոխությունը, բայց ուղեղդ ստանում է նոր ազդակ եւ նոր փորձառություն։
Եվ դա նաև քո ինքնության համար մի նոր հաստատում է, իսկ հավատքիդ համար մի նոր քայլ։ Մինչև մի օր նկատում ես, որ այն, ինչը սկզբում շատ դժվար էր, հիմա արդեն դարձել է քո կյանքի սովորությունը, բնական ընթացք։ Ու գուցե հենց սա է իրական նոր սկիզբը, ոչ թե հրավառությամբ, ոչ թե մեծ հայտարարությամբ, ոչ թե Facebook-յան ստատուսներով եւ նկարների հրապարակմամբ, այլ մի պարզ որոշմամբ, որ ինքդ քեզ կասես, մի փոքր ընտրությամբ, որ ամեն օր կկրկնես, մինչև որ մի օր հասկանաս, որ դու արդեն պարզապես նոր բան չես անում, դու անում ես այն, ինչը քո ինքնությունից է բխում։ Նույնը վերաբերում է նաև հոգևոր ընթացքին, աղոթքի կյանքին, ընթերցանությանը, մարդկային հարաբերություններին։ Երբ որ դու կրկնում ես, լավը այն դառնում է քո կյանքի կարևոր մասը։ Եվ եթե դու հիմա անցնում ես պայքարներով, ուզում ես փոխել քո կյանքը, եթե դու հիմա զգում ես, որ ուժասպառ ես եղել, տապալվել ես, ձախողել ես, նորից հայտնվել ես այդ փոսի մեջ, ուզում եմ նայել ուղիղ քո աչքերի մեջ եւ քեզ քաջալերել։ Դու մենակ չես։ Կամ մեկը, որ հայտնվել է քո գլխավերևում եւ իր ձեռքն է պարզում դեպի քեզ։ Եվ այդ մեկի անունն է Տեր Հիսուս Քրիստոս։ Նա եկել է քեզ վատ սովորությունների փոսից հանելու, կործանարար սովորությունների ճահճից քեզ դուրս բերելու, գուցե եւ ակնթարթորեն, գուցե միանգամից, իսկ գուցե եւ ժամանակի ընթացքում։ Քեզ պարզապես պետք է արձագանքել, ձեռքդ մեկնել եւ քայլ առ քայլ մոտենալ նրան։ Տեր Հիսուսն ասաց. Ես եմ ճանապարհը, իսկ ճանապարհը ընթացքի մասին է։ Ճանապարհը քայլի եւ ընթանալու եւ առաջընթացի մասին է։ Հետևաբար մի հուսահատվիր։ Դու կարող ես ձերբազատվել այդ վատ սովորություններից եւ հենց այսօր սկսել նոր կյանք։ Դու կարող ես այս գիշեր պառկել հետևյալ որոշումով, որ վաղը առավոտյան ես արթնանում եմ նոր որոշմամբ, նոր սովորությունով եւ նոր կյանքի ակնկալիքով։ Եվ վստահ եղիր, եթե հավատքով դա անես, աղոթքով եւ խոնարհությամբ անես, Աստծո որդի Տեր Հիսուս Քրիստոսը իր Սուրբ Հոգու միջոցով կզորացնի քո կամքը եւ հետո հետ կնայես քո կյանքին եւ կտեսնես, թե որքան անճանաչելիորեն փոխվել ես, ոչ թե քո ջանքերով, այլ Աստծո շնորհքով եւ Աստծո հետ քո համագործակցությամբ։ Ես իսկապես հաջողություն եմ մաղթում քեզ այս նոր որոշումների հարցում, եւ եթե օգտակար եղավ այս նյութը, կարող ես քո փորձառություններով կիսվել մեկնաբանության պատուհանում, կամ էլ ինչ որ մեկի հետ այս նյութով կիսվել, ուղարկել ինչ որ մեկին, որ կարիք ունի այն լսելու։ Եվ շնորհակալ կլինեմ նաև, որ չմոռանաս հավանել այս տեսանյութը եւ բաժանորդագրվել այս ալիքին, որպեսզի նման տեսանյութերը շատ ավելի մեծ լսարանի համար հասանելի լինեն։ Շնորհակալություն, որ մինչև վերջինս հետ եղար, իսկ հիմա աղոթենք։ Սիրելի երկնային Հայր, ես շնորհակալ եմ քեզանից, որ դու նոր հնարավորություններ տվող Աստված ես։ Շնորհակալ եմ, որ դու ինձ նոր շանս ես տալիս եւ նոր կյանք ես տալիս։ Շնորհակալ եմ, որ դու ինձ վրա խաչ չես քաշում, վերջակետ չես դնում, այլ քո ձեռքն ես պարզում եւ ինձ իմ ճահճից դուրս ես անում։ Ես հիմա աղոթում եմ նրանց համար, ովքեր դիտում են այս տեսանյութը, որ զորացնես նրանց, ուժ տաս, կարողություն տաս եւ հնարավորություն տաս փոխվելու եւ ամեն փոքր քայլերի մեջ քո օրհնությունը դնես։ Շնորհակալ եմ, որ այս ամեն հարցերում մեզ ուժ տվողը եւ հաջողացնողը դու ես եւ քեզ ենք տալիս ամբողջ փառքը։ Աղոթեցի Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։